ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին չի վտարել Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցից առաջ, ով նույնպես ցանկանում էր մասնակցել դրան։ Այս մասին գրում է Telegraph թերթը, վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով 3x3 զրույցի ժամանակ Թրամփը խոսակցությունը սկսել է Ուկրաինային ռուսական ռազմական հարվածները զզվելի անվանելով։ Ղեկավարների բանակցություններին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ տպավորություն է ստեղծվել, որ Թրամփը մի փոքր զայրացել է Պուտինի վրա Կիևին հարվածելու համար, ինչը Թրամփին մի քիչ հիմար դրության մեջ է գցել։ Բացի այդ, նյութում ասվում է, որ երրորդ աթոռը նախատեսված է եղել թարգմանչի, այլ ոչ թե Էմանուել Մակրոնի համար։ Ուկրաինան նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա։ Այս մասին Վելիկի Լվով Speaks YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ամերիկան գնացել է, մենք այլևս չենք կարող հույս դնել Ամերիկայի վրա։ Ոչ հիմա, ոչ միջնաժամկետ հեռանկարում, նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո։ Ներկայիս Թրամփը, ինչպես պարզվում է, բոլորին այլ է, ասել է նա։ Կուլեբայի խոսքով Թրամփը եկել է աշխարհը փոխելու այնպես, ինչպես ինքն է տեսնում։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը վստահեցրել է, որ Բերլինը կշարունակի օգնել Ուկրաինային, նույնիսկ եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ դադարի աջակցել Կիևին։ Նրա խոսքով Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը սպառնալիքներ կստեղծի ՆԱՏՕ-ի համար, գրում է Տակես Շաուն։ Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինային հետագա ռազմական օգնության տրամադրումը ամրագրված է կառավարության կոալիցիոն համաձայնագրում։ Եթե Ուկրաինան պարտվի, եթե Պուտինը հաղթի, այս պատերազմում այն իմաստով, որ նա գրավում է Ուկրաինան կամ նույնիսկ նրա զգալի մասը, դա առավելագույն վտանգ կստեղծի ՆԱՏՕ-ի տարածքի եւ ի դեպ նաեւ հարևան երկրների համար, ինչպիսիք են Մոլդովան եւ Վրաստանը, ասել է Պիստորիուսը։ Նրա խոսքով բոլորի համար պետք է պարզ լինի, որ խոսքը միայն Ուկրաինայի հետ համերաշխության մասին չէ, խոսքը Եվրոպայում անվտանգության եւ խաղաղության մասին է։ Եմենի հյուսիս-արևմուտքում ամերիկյան ավիացիան ռմբակոծել է աֆրիկացի միգրանտների պահման կենտրոնը։ Զոհվել է առնվազն 30 մարդ, հաղորդում է Եմենի Ալ-Մասիրա հեռուստաալիքը։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 30 դիպ, ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ հեռուստաալիքի ամերիկյան կործանիչների հարձակման պահին կենտրոնում գտնվել է 115 մարդ, ավելի քան 50 վիրավոր տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց, նրանց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, հայտնում է հեռուստաալիքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման հաջորդ 100 օրը կնվիրի առևտրային համաձայնագրերին եւ խաղաղ բանակցություններին, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին։ Զրուցակիցներից մեկի խոսքով ԱՄՆ-ին դեռ շատ փոփոխություններ են սպասում։ Թե ինչի մասին է խոսքը, պաշտոնյան չի պարզաբանել։ Այս շաբաթ ամերիկացի առաջնորդը մտադիր է ելույթ ունենալ Միչիգանում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում։ Սպիտակ տունը մտադիր է նշել ձեռքբերումները տնտեսության, անօրինական միգրանտների արտաքսման, արտաքին քաղաքականության եւ կառավարության արդյունավետության դեպարտամենտի աշխատանքում Իլոն Մասկի ղեկավարությամբ։ Գործակալության զրուցակիցը Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի սկզբից ի վեր ձեռքբերումների տոնակատարությունը նկարագրել է որպես պատվո լայն շրջանակի մաս։ Ընդ որում, մինչ ԱՄՆ առաջնորդի վարչակազմում գովաբանում են ամերիկյան հասարակությունը, վերակառուցելու նրա ջանքերի արագությունն ու մասշտաբները քննադատները պնդում են, որ նա ոտնահարում է մարդու իրավունքները, հեռացնում դաշնակիցներին եւ սպառնում աշխարհի ԱՄՆ-ի առաջնորդությանը, նշում է Reuters-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պուտինը պետք է ցույց տա, որ հավատարիմ է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն եւ ստորագրի գործարքը։ Գրում է CNN-ը. Ես ուզում եմ, որ Պուտինը դադարեցնի կրակոցները, նստի ու գործարքը ստորագրի։ Ես կարծում եմ, որ մենք պայմաններ ունենք գործարքը կնքելու համար, ասել է Թրամփը։ Նա նաեւ հայտարարել է, որ հիասթափված է Կիևին Ռուսաստանի վերջին հրթիռային հարվածներից։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ պատասխանել է հարցին, արդյոք հավատում է Պուտինին։ Ես ձեզ այդ մասին կտեղեկացնեմ մոտ 2 շաբաթից, ասել է ԱՄՆ նախագահը։ Կայացել է ՀՀ վարչապետի եւ Էստոնիայի նախագահի հանդիպումը։ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Էստոնիայի հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը։ Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Զրուցակիցները անդրադարձել են
նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարությանը տարածաշրջանում երկարատև խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հատուկ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Ալարկարիսը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 28-ից 29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կայքում։ Այցի շրջանակում Ղավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգինբեի հետ։ Սա Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Ղավելաշվիլի առաջին այցն է Հայաստան, այն նպատակ ունի խորացնել Վրաստանի եւ Հայաստանի միջև համագործակցությունը, ասված է նախագահի այցի մասին հրամանագրում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին ժամը 00:25-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծ ու գործերով հերթական դատական նիստը։ Ապրիլի 25-ի դատական նիստն էլ շարունակվել էր տուժողների ցուցմունքներով, որոնցից ոմանք ասել էին, թե ճանաչում են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին։ Վերջինը հերքել էր տուժողներից մեկի հայտարարությունները։ Նրանց առաջադրվել են անհիմն մեղադրանքներ եւ հանցանքներ։ 9 ամիս դադարից հետո Չինաստանը Հայաստանում դեսպան է նշանակել։ Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը սկսելու արդիվ եւ մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ։ Պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ բազմոլորտ համագործակցությունը խթանելու հանձնառությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին լսելով Վանկուվերի Լապու փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ Բոլոր տուժածներին մաղթում ենք ուժ եւ շուտ ապհույտ ապաքինում, նշված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Հակամարտությունը լուծելու համար ուղիղ բանակցությունների պատրաստակամության ազդանշանը պետք է գա Կիևից, սակայն Մոսկվան դեռևս որևէ գործողություն չի տեսել ուկրաինական իշխանությունների կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կիևից առայժմ մենք որևէ գործողություն չենք տեսել, ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռոբիոն հայտարարել էր, որ գալիք շաբաթը պետք է չափազանց կարևոր լինի հակամարտության կարգավորման հեռանկարները որոշելու համար։ Նրա խոսքով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան շատ շուտով, սակայն հայտնի չէ արդյոք ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել դրանց։ Ղրիմի, ԿԺԴՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի եւ Զապորոժիայի շրջանների միջազգային ճանաչումը, որպես Ռուսաստանի տարածքներ, առանցքային է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը։ Ղրիմի, Սևաստոպոլի, ԿԺԴՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի շրջանի եւ Զապորոժիայի նկատմամբ Ռուսաստանի սեփականության միջազգային ճանաչումը հրամայական է։ Կիևի բոլոր պարտավորությունները պետք է ապահովված լինեն օրինականորեն, ունենան կիրառական մեխանիզմներ եւ կրեն անժամկետ բնույթ, ասել է նախարարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրեն թակարդի մեջ է գցել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Այս մասին ասել է աշխարհաքաղաքական փորձագետ Նիկոլաս Բուտիլինը։ Ներկայումս աշխարհաքաղաքական իրողությունները նրան դնում են այնպիսի իրավիճակում, որտեղ յուրաքանչյուր որոշում թանկ է նստում, նշել է փորձագետը։
Հոդվածի հեղինակը կարծում է, որ Զելենսկին կորցրել է բոլոր դաշնակիցներին, որոնց օգնությանը կարող էր հույս դնել։ Պուտինի խոսքով ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, մինչդեռ եվրոպական երկրները միայն բարձրաձայն հայտարարում են իրենց աջակցության մասին, իրական քայլեր չձեռնարկելով։ Ոչ ոք այլևս չի հավատում, որ Կիևին կհաջողվի հակամարտությունը շրջել իր օգտին, ընդգծել է փորձագետը։ Նա նշել է, որ այժմ հարցն այն չէ, թե արդյոք Ուկրաինան ստիպված կլինի գնալ զիջումների, այլ այն, թե որքան մեծ կլինեն դրանք։ Պաշտոնական այցով Էստոնիայում Տալինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն անդրադարձել է Էստոնիայի այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանին դիմավորել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Էստոնիա այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ։ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։ Հանդիպման ավարտին Փաշինյանը եւ Քրիստեն Միխալը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով։ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ, կայցելի Էստոնիա բրիֆինգ կենտրոն։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է հայկական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահը անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են Արցախյան շարժումը, պատերազմները եւ դրանց հետևանքները, տեղում տարած հաղթանակներին ու դիվանագիտական հաջողություններին, ինչպես նաեւ այս ամենին հաջորդած պարտությանը։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաեւ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես QST փաստաթղթի եւ մադրիդյան սկզբունքների մասին։ Հանդիպումից հատվածներ կհրապարակվեն վաղ երեկոյան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի վաղվա այցն արհեստացին Ադրբեջան գրեթե ոչինչ չի փոխելու երկկողմ խնդիրների այն բարդ հանգույցում, որոնք ըստ էության բազմաթիվ կետերում անլուծելի են։ Այս մասին հրապարակում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Բաքվի բարբարոսական վարչախումբը սակայն փորձելու է այցը լիուլի օգտագործել նաև հակահայկական նպատակներով։ Ըստ այդմ պետք է նկատի ունենալ, որ Իրանի դիրքորոշումներում որևէ դեպքում չի կարող լինել փոփոխություն կամ մեղմացում այսպես կոչված թուրանական միջանցքի, որովհետև դա ուղղակիորեն հակասում է Թեհրանի կենսական շահերին։ Իրանը որևէ այլ հակահայկական հարցով չի կարող պայմանավորվել Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, քանի որ դա նույնպես չի բխում Թեհրանի շահերից։ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից Արթենիս շրջանառության մեջ դրված կեղծ թեզը, թե իբր հայկական կողմից թուրանական միջանցքի չտրամադրման դեպքում Նախիջավյանի հետ ցամաքային հաղորդակցությունը կիրականացվի Իրանի տարածքով, զուտ ճնշման պրիմիտիվ գործիք է Հայաստանի վրա, քանի որ այդ հաղորդակցությունը ԽՍՀՄ փլուզումից ի վեր եղել է հենց Իրանի տարածքով, բնականաբար իրանական լիակատար վերահսկողության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սահմանափակումների ներքո, գրել է իրանագետը։ Ապրիլի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 18:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի հին ջրաղաց ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող քասաղգետը երեխա է ընկել։ Շամշյան Քոմի տեղեկություններով երեխան գետն է ընկել ժամը 18:00 սահմաններում ու երեխայի ծնողները, հարազատները, քաղաքացիները, փրկարարները, ոստիկաններն ու պարեկները բավականին երկար հատված որոնողական աշխատանքներ են կատարել։ Ցավոք ժամը 20:15-ի սահմաններում երեխայի գետն ընկնելուց բավականին հեռավորությամբ փրկարարները հայտնաբերել են երեխային, օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները ցավոք չեն կարողացել փրկել երեխայի կյանքը։ Պարզվել է, որ նա ջրահեղձ է եղել ու բժիշկներն արձանագրել են մահացած երեխան Արագածոտնի մարզի բնակիչ 4-ամյա ՆՀ-ն է։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի առաջնության 6-րդ փուլում։ Ավետիսյանը եզրափակիչում 14.466 միավոր է հավաքել եւ դարձել ոսկե մեդալակիր, հավասարը չունենալով օղակների վարժությունում։ Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը։
ՀՀ բանկերում այսօր ապրիլի 28-ին ժամը 09:00-ի դրությամբ ԱՄՆ դոլարի արգի միջին փողարժեքը կազմում է 386.29 դրամ, նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 2 դրամով։ Ըստ Rate.am կայքի դոլարի վաճառքի միջին գինը 392.11 դրամ է, փոխանակման կետերում դոլարի արգը 387 դրամ է, վաճառքը 391։ Եվրոյի արգի միջին փոխարժեքը կազմում է 433.5 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը 448։ Փոխանակման կետերում եվրոյի արգը 438 դրամ է, վաճառքը 444։ Ռուբլու արգն էլ կազմում է 4.55 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը 4.87 է։ Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.58 եւ վաճառվում 4.7 դրամով։ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Զոհերի թիվը ներառում է 6 մարդ, որոնք սպանվել են Անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրատ փախստականների ճամբարում գտնվող սրճարանի վրա։ Հարձակման հետևանքով ասել է նա։ Եվս 115 մարդ վնասվածքներով տեղափոխվել է մարզի հիվանդանոցներ։ Հեռուստաալիքը նաև նշել է, որ իսրայելական զորքերը շարունակում են ռմբակոծել հատվածը, հարվածներ հասցնելով շրջանի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներին, այդ թվում Գազա եւ Դեյր էլ-Բալա քաղաքներին։ Առնվազն 8 մարդ է զոհվել Սանայում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտում է Al-Masira հեռուստաալիքը, որը վերահսկում է Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ափսամների կողմից։ Ռմբակոծվել է 3 բնակելի շենք, զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ։ Տեղեկություններ կան նաև վիրավորների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Այն բանից հետո, երբ 2023 թվականին Գազայի հատվածում հակամարտությունը սրվեց, հութիները նախազգուշացրին, որ իրենք հրետակոծելու են Իսրայելի տարածքը եւ թույլ չեն տալու, որ իրենց հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի ջրերով եւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Հարձակումները դադարեցվեցին այն բանից հետո, երբ այս տարվա հունվարի կեսերին Պաղեստինի անկլավում հրադադար հայտարարվեց, սակայն մարտի սկզբին զինադադարի տապալումից հետո ափսամները հայտարարեցին, որ վերսկսել են հարձակումները Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա, այնուհետև սկսել են կրկին հրթիռներով հարձակվել հրեական պետության թիրախների վրա։ Ռուսաստանի հարևան եվրոպական երկրներն ավելի ու ավելի են անհանգստանում սահմանին Ռուսաստանի զինված ուժերի գործողություններով, քանի որ Մոսկվան պատրաստվում է հակամարտության։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Որպես օրինակ, թերթը բերում է Պետրոզավոդսկ քաղաքը Ֆինլանդիայի հետ սահմանի մոտ, որտեղ ինժեներներն ընդլայնում են ռազմաբազաները, իսկ Կրեմլը նախատեսում այնտեղ բանակի նոր շտաբ ստեղծել։ Զինվորները, որոնցից շատերն այժմ ծառայում են Ուկրաինայի առաջնագծում, անկնկալվում է, որ կազմեն Ռուսաստանի բանակի ողնաշարը, երբ նա պատրաստվի բախվել ՆԱՏՕ-ի հետ, ըստ արևմտյան ռազմական եւ հետախուզական պաշտոնյաների։ WSG-ն նաև պնդում է, որ Մերձ Բալթյան երկրները չեն բացառում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև լայնածավալ պատերազմի հավանականությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից մի քանի տարի անց։ Կանադայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրական գործընթացին ընդհանուր առմամբ մասնակցում է 16 կուսակցություն։ Քվեարկությունում հաղթած քաղաքական ուժի առաջնորդը կդառնա երկրի 25-րդ վարչապետը։ Հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականի հոկտեմբերին, սակայն այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական տվեց կառավարության ղեկավարի եւ Կանադայի իշխող լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից մարտի սկզբին, նրա իրավահաջորդ Մարկ Քարնին հայտարարեց ապրիլի 28-ին արտահերթ ընտրությունների մասին։ Նա կարող էր ձախողել վստահության քվեն խորհրդարանում, որտեղ լիբերալները մեծամասնություն չունեն, եւ գրեթե անմիջապես կորցներ կառավարության ղեկավարի աթոռը։ Քարնին հույս ունի հավաքել հանրային աջակցությունը եւ ձևավորել մեծամասնության կառավարություն, ինչը լիբերալներին չի հաջողվել անել 2015 թվականից ի վեր։ Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի հարցով գործարքի պայմանների մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման աշխատանքները շարունակվում են։ Մամուլի քարտուղարը նաեւ խոսել է Ռուսաստանի պատրաստակամության մասին զարգացնելու հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկություն կհայտնեն համագործակցել։
Պակիստանը չի պլանավորում ռազմական գործողություններ սկսել Հնդկաստանի դեմ, եթե վերջինիս կողմից իրավիճակը չսրվի։ Այս մասին ՌԻԱ Նովիսին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Մենք որևէ գործողություն ձեռնարկելու մտադրություն չունենք, բայց եթե Հնդկաստանը որևէ գործողություն ձեռնարկի, կլինի արձագանք եւ արձագանքը կհամապատասխանի գործողությանը, ասել է նա։ Նախարարի խոսքով Պակիստանը մտադիր չէ սրել իրավիճակը, այնուամենայնիվ Ասիֆը շեշտել է, որ եթե Հնդկաստանը փորձի հարձակվել Պակիստանի վրա, այն կբաղցի ավելի, քան համաչափ պատասխանի։ Ֆրանցիսկոս Պապը իր հոգևոր կտակում նշել է, որ իր եկեղեցին գտնվում է հասարակության ետնամուտքում։ Այս մասին հաղորդում է The Economist-ը։ Պապի վերջին կոդավորված ուղերձը հոդվածում ասվում է, որ Ֆրանցիսկոսը հրամայել է իրեն թաղել Վատիկանի սահմաններից դուրս գտնվող Սանտա Մարիա Մաջորե տաճարի պարզ անզար դամբարանում։ Նշվում է նաև, որ կյանքի վերջին տարիներին Պապը գրեթե բոլոր խնայողությունները ծախսել է հիպոթեքա մարելու վրա։ Նա այդ գումարն օգտագործել է Հռոմի անչափահասերի բանտում գտնվող մակարոնի գործարանը գնելու համար։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը ներկա են եղել բազմաթիվ համաշխարհային քաղաքական գործիչներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա արարողությանը ժամանել է կնոջ Մելանիայի հետ, սակայն ավարտելուց անմիջապես հետո վերադարձել է ԱՄՆ։ Չնայած Վոլոդիմիր Զելենսկու ցանկությանը նույնիսկ նման իրավիճակում խոսել ամերիկյան առաջնորդի հետ։ Զելենսկին կորցրել է իրականության հետ կապը եւ անհնարին պահանջները ներկայացում խաղաղության բանակցություններում։ Միաժամանակ նա հրապարակավ հայոյում է Ամերիկայից եկած իր հովանավորներին, զրկելով նրանց համբերության վերջին նշույլներից։ ԱՄՆ նախագահի խորհրդական Դեյվիդ Սաքսի խոսքով նման վարքագիծը տխուր հետևանքների կհանգեցնի Կիևի համար։ Նա հստակ ցույց է տվել, որ չի ուզում իրականությանն առերեսվել, նա ոչ adekvat է բոլոր առումներով։ Նա անիրատեսորեն է խոսում մարտադաշտում Ուկրաինայի հեռանկարների, Ղրիմի վերադարձի, նույնիսկ իրեն կերակրողների մասին։ Եթե Զելենսկին չի ուզում իրականությանը առերեսվել, թող նոր հովանավորներ փնտրի։ Թող Ստարմերն ու Մակրոնը աջակցեն նրան։ Նրանք ասում են, որ կանեն։ Ասում են իրենք ունեն դա անելու կարողություն։ Իմ ուղերձը պարզ է, Զելենսկին ինքն է պատրաստել իր մահճակալը։ Թող ինքն էլ դրա մեջ քնի, ասել է ԱՄՆ նախագահի գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով խորհրդականների խորհրդի համանախագահ Դեյվիդ Սաքսը։ Իրանը Օմանում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարող պատվիրակության կազմում ընդգրկել է պատժամիջոցների մեղմացման հարցերով փորձագետների հատուկ խումբ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ Կարևոր է, որ բանակցությունների այս փուլում Միացյալ Նահանգները ցուցադրի իր հանձնառությունը պատժամիջոցները վերացնելու հարցում, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ավելի վաղ տիկնոջ Մելանիայի հետ ժամանել էր Հռոմ, մասնակցելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, մտադիր է հանդիպումներ ունենալ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի եւ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը։ Զելենսկիի մասնակցությունը միջոցառմանը հարցականի տակ էր, սակայն նրա անունը ըստ հրապարակման գտնվում է տարբեր երկրների պատվիրակությունների թարմացված ցանկում, որը լրագրողներին տրամադրել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Թրամփի այցի պաշտոնական երթուղու համաձայն նա կլեքի Հռոմը Վատիկանում այսօր կեսօրին տեղի ունեցած թաղման պատարագից անմիջապես հետո։ Նրա մնալը Հռոմում սահմանափակվում է 15 ժամով, հաղորդում է La Repubblica։ Թերթի տվյալներով ենթադրվում է, որ Թրամփի եւ Զելենսկիի հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայի ժամանակով 09:00-ի սահմաններում ամերիկյան դեսպանի նստավայրում Տավերնա Վիլայում, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ուներ Թրամփի հետ Հռոմում հանդիպելու։ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը մասնակցելու են տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, թագադրված ղեկավարներ եւ կրոնական ներկայացուցիչներ։ Հնդկաստանի եւ Պակիստանի զորքերը կրկին կրակ են բացել Ջամուի եւ Քաշմիրի հսկողության գծի երկայնքով։ Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Պակիստանի բանակի տարբեր դիրքերից կրակոցներ են եղել Քաշմիրի վերահսկողության գծի երկայնքով։ Հնդկական զորքերը պատասխանել են համապատասխան փոքր զենքերի կրակոցներով։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Վերջին նման դեպքը տեղի ունեցել ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը։ Պակիստանի զինվորականները բարձր պատրաստության վիճակի են բերվել այն բանից հետո, երբ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք կհետապնդեն Պահալգամի հրաձգությանը մասնակցած ահաբեկիչներին։
Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 78 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Անկլավի առողջապահության նախարարությունը։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, ավելի վաղ փլատակներից դուրս են բերվել եւս 6 զոհերի մարմիններ։ Գերատեսչությունը նաեւ հայտնել է, որ անցած 24 ժամվա ընթացքում առնվազն 168 վիրավոր է տեղափոխվել Անկլավի հիվանդանոցներ, սակայն պարզաբանել է, որ ռմբակոծությունների ժամանակ ավերված շենքերի փլատակներում մնացել են բազմաթիվ զոհեր։ Բացի այդ, առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից առնվազն 51439 պաղեստինցի է զոհվել, եւս 117416-ը վիրավորվել է տարածաշրջանում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով։ 2025 թվականի մարտի 18-ից զոհերի թիվը հասել է 2062-ի, վիրավորների թիվը 5375-ի։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար։ Ըստ նախագծի, այն քաղաքացիները, որոնք չեն վճարում տրանսպորտից օգտվելիս, տուգանվելու են 10,000 դրամի չափով, իսկ նրանք, ովքեր օգտվելու են, ենթադրենք իրենց ընտանիքի մեկ այլ անդամի տրված արտոնությունների փաթեթից, տուգանվելու են 15,000 դրամի չափով։ Սյունիքում այսօր մահացած զինծառայողը Արտուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։ Արտուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ Համայնքից հայտնեցին, որ Արտուրը տան միակ որդին էր, ուներ 1 քույր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։ Ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի падգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով կարգադրում է։ 2025 թվականի ապրիլի 25-ից 30-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում։ 2025 թվականի ապրիլի 25-ից 30-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հազարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դ. Արաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսլամաբադը բաց է ցանկացած շեզոք եւ թափանցիկ հետաքննության համար։ Փահալգամի հարձակման, որի հետևանքով զոհվել է 26 մարդ, Պակիստանը բաց է ցանկացած շեզոք թափանցիկ եւ վստահելի հետաքննության համար, ասել է Շարիֆը Աբոթաբադում ռազմական ակադեմիայում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Միաժամանակ նա ասել է, որ պակիստանյան ուժերը շարունակում են լիովին ունակ եւ պատրաստ պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև վերահսկողության գծի երկայնքով լարվածությունը սրվել է Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Մի քանի զինված անձիկ կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարություն էին անում Բայսարանի հովտում, որը զբոսաշրջության հայտնի վայր է։ Մուսկատում իրանական պատվիրակությունը արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ մեկնել է ամերիկացի ներկայացուցիչների հետ բանակցությունների վայր։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա Օմանի մայրաքաղաքում, որի իշխանությունները հանդես են գալիս որպես միջնորդ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Շաբաթ օրը նախատեսված են բարձր մակարդակի քաղաքական բանակցություններ, որոնք կսկսվեն փորձագետների հետ տեխնիկական խորհրդակցություններին զուգահեռ։ Քաղաքական բանակցություններում Իրանի պատվիրակությունը կգլխավորի Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկովը։ Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը կգլխավորի տեխնիկական խորհրդատվությունների փորձագիտական խումբը։ Իրանը խորհրդակցական հանդիպմանը կներկայացնեն փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ Ռավանչին եւ Քազեմ Ղարիբաբադին։ Մինչ այդ Արաղչին կհանդիպի Օմանի իր գործընկեր Բադր Ալ-Բուսայիդիի հետ։ Եղանակն առաջիկա օրերին։ Երևան քաղաքում մայիսի 1-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, ապրիլի 28-ից 30-ին, մայիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 28-ից 30-ին, մայիսի 1-ին եւ 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում
18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ից 29-ին աստիճանաբար կնվազի 3-ից 6 աստիճանով։ Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին եւ 2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։